Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը մտնում է եզրափակիչ փուլ։ Ներքին գործերի նախարարը պարզաբանել է նոր համակարգի անհրաժեշտություն կա, քանի որ այն ենթակառուցվածքը, որը օրինակ 2022 թվականին հասանելի է եղել Հայաստանում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտների հետ։ Եվ մեր նպատակն է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Սա նշանակում է, որ նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան են փաստաթղթերը, սահմաններին փոխճանաչելի փաստաթղթերի մասին ենք խոսում, որպեսզի մեր քաղաքացիները շատ ավելի արժանապատիվ կարողանան ճանապարհորդել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին շեշտել է, որ սա կարևոր է նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու տեսանկյունից։ Այսպիսով կենսաչափական անձնագրերում առաջին փոփոխությունը գույնն է։ Արփինե Սարգսյանը նկատում է, որ Եվրոպական միության գրեթե բոլոր պետությունները հենց այսպիսի երանգ են օգտագործել։ Որոշել ենք նաև, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայինորեն ամենաշատ տարածված երանգներից է, սկզբունքորեն կարմիր կապույտը ամենատարածվածներն են։ Մենք ունենք այո նաև տարբերակ բրայլյան գրով, որպեսզի նաև տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան նաև անձնագրի հետ այդ առումով հաղորդակցվել։ Առաջին էջի ձախ կողմում Հայաստանի ուրվագծային քարտեզն է, որը կա շապիկի եւ առաջին եւ վերջին հատվածում։ Հաջորդիվ զինանշանը եւ որոշակի տեքստային ինֆորմացիա, որը հիմնականում շարադրված է աջ էջի վրա։ Առաջին հայացքից գուցե պատկերը այդքան տեսանելի չթվա, բայց ճարտարապետական հնագույն զարդանախշերն ենք օգտագործել, հայկական։ Այո, հետևի ֆոնը եւ դրանք մեր մասնագետները փորձել են զարդանախշերը միացնել, ներդաշնակեցնել եւ ֆոնային ցանց ստանալ։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ, ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում ուլտրամանուշակագույն շերտեր։ Ներքին գործերի նախարարի խոսքով այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները եւ կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին։ Հայաստանի Հանրապետության քարտեզի մասով կտեսնեք մի փոքր գեղարվեստական լուծում ենք ավելացրել, որպեսզի նույնական չլինի հիմնական պատկերի հետ։ Կա Հայաստանի Հանրապետություն բառերը այստեղ նախատեսված եւ Հայաստան բառն է թշնատարերի տրամաբանության մեջ։ Հաջորդիվ ներկայացվել է միջազգային ստանդարտներին համապատասխանող անձի անհատական տվյալները պարունակող էջը։ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ այս էջում գործող անձնագրերի հետ համեմատ տարբերությունը քիչ է։ Ինչ տես որ չտեսնենք նույնիսկ եւ մտածեինք, որ օրինակ կարելի է այդ տեքստերն ունենալ, պիտի նկատի ունենանք, որ ICAO-ն չի խրախուսում տեքստերից ընդհանուր չափանիշներից դուրս տարբեր բառերի օգտագործումը, որովհետեւ դրանք սահմանային հատման կետերում շատ իրավիճակներում խնդիրներ են գեներացնում։ Երրորդ էջում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն է եւ առաջին հայատառ նախադասությունը։ Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված եւ որոշակի միտք ու տրամաբանություն կա։ Աշխատել ենք, որպեսզի անձնագիրը եւ անձնագրի վիզուալ պատկերները ներկայացնեն մեր ինքնությունը եւ մեր պատմությունը եւ կարծում եմ այդ առումով մենք կարողացել ենք որոշակի պատկեր ստանալ։ Վարչապետի դիտարկմամբ մեր ծագումնաբանությունն արտահայտելու համար անձնագրի 4-րդ էջում Հայկ Նահապետն է, 5-րդ էջում Գեղամալեռներում եւ Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներն են։ Ներկայացված է նաեւ պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը։ Այստեղ մենք տեղադրել ենք ըստ ավանդության եւ ըստ պատմության Արտաշես արքայի սահմանակարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են, մայր տաճարն է չմիացնի, որը խորհրդանշում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու փաստը։ Հաջորդիվ արդեն մեր ժամանակակից պետականության սիմվոլներն են եւ առաջինը, ինչպես տեսնում եք, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրն է, հաջորդիվ կառավարության շենքը։ Վարչապետը շարունակել է ներկայացնել հաջորդ էջերը, որտեղ տեղ են գտել նաև ազգային ժողովի եւ սահմանադրական դատարանի շենքերը։ Պատկերվել են Երևանի Կասկադը եւ Ալեքսանդր Թամանյանը որպես ժամանակակից քաղաքաշինության նահապետ։ Անդրադարձ կա նաև մարզերին։ Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը։ Կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ առանց մարդկային շփման անցման համակարգեր։ Մարինե Դվոյան, Հորիզոն։